Առաջադրանք 228, նկարում պատկերված են բազմանիստեր, քառանիստ, վեցանիստ, ութանիստ, 12անիստ և 20անիստ։ Զննելով դրանք, պարզեք, քանի բազմանկյուն, հատված և գագաթ ունեն դրանցից յուրաքանչյուրը և լրացրեք աղյուսակը։ Սկզբից կատարում ենք առաջին պահանջը, բազմանկյունը նիստն է։ Ուրեմն քառանիստը քանի նիստ ունի, 4, քանի գագաթ ունի, 4 և ունի 6 հատված։ Վեցանիստը ունի 6 բազմանկյուն, ունի 8 գագաթ և ունի 12 հատված։ Ութանիստը 8 բազմանկյուն, այսինքն 8 նիստը։ Յուրաքանչյուր նիստը մի բազմանկյուն է։ Ունի 6 գագաթ և ունի 12 հատված։ 12անիստը ունի 12 բազմանկյուն, ունի 20 գագաթ և ունի 30 կողմ կամ 30 հատված։ Եվ 20անիստը 20 բազմանկյուն, 12 գագաթ, սրանք յուրաքանչյուրը մեկ բազմանիստ է և 30 հատված։ Առաջին պահանջը վերջացրեցինք։ Հիմա հաշվեք B պլյուս G մինուս H արտահայտության արժեքը, B պլյուս G մինուս H, այսինքն 4 գումարած 4 հանած 6, 6 գումարած 8 հանած 12 և այսպես շարունակ։ Եվ ինչ օրինաչափություն եք նկատում։ Եվ այն բանաձևը, որը մենք կհայտնագործենք, դա կոչվում է Էյլերի բանաձև։ Քառանիստի համար, ասում է յուրաքանչյուր բազմանիստի համար, քառանիստի համար 4 գումարած 4 հանած 6, հավասար է 2։ Վեցանիստը 6 գումարած 8 հանած 12, հավասար է 2։ Ութանիստը 8 գումարած 6 հանած 12, հավասար է 2։ Եվ 12անիստը 12 գումարած 20 հանած 30, հավասար է 2։ Եվ 20անիստը 20 գումարած 12 հանած 30, հավասար է 2։ Այսինքն, ցանկացած բազմանիստի համար բազմանկյան և գագաթի գումարից հանած կողմը հավասար է 2։ Սա էր մեր Էյլերի բանաձևը։ 229. Համաձայն առողջապահության միջազգային կազմակերպությունների տվյալների, առողջ ապրելակերպի համար օրվա ընթացքում մարդուն անհրաժեշտ սնունդը նպատակահարմար է ընդունել հետևյալ համամասնությամբ. առավոտյան նախաճաշ 25%, երկրորդ նախաճաշ 15%, ճաշ 45, ընթրիք 15։ Այս տվյալները շրջանաձև տրամադրող պատկերելու համար հաշվեք 360 աստիճանի, 25, 15, 45 և 15%-ները և լրացնենք աղյուսակը։ Ինչպես ենք հաշվում 360 աստիճանի 25%-ը։ 360 անգամ 25 բաժանած 100-ի հավասար է 90։ 360 անգամ 15-ի բաժանած 100, 54։ 360-ի 45%-ը հավասար է 162-ի և 15%-ը արդեն հաշված ունենք 54-ը։ Լրացնում ենք աղյուսակը 90, 54, 162 և 54։
130 աղյուսակում բերված են 4 օվկիանոսների մակերևույթների մակերեսները, մշակեք այդ տվյալները և պատկերեք դրանք շրջանաձև տրամագրով։ Ահա, մակերեսը 1.000.000 քառակուսի կիլոմետր, Խաղաղ օվկիանոս 179, Ատլանտյան օվկիանոս 93, Հնդկական 75, Հյուսիսային սառուցյալ 13 միլիոն քառակուսի կիլոմետր, ընդամենը 360 միլիոն քառակուսի կիլոմետր։ Մշակել նշանակում է գտնել յուրաքանչյուրի մակերեսի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ, այսինքն թե յուրաքանչյուրը ընդհանուրի քանի տոկոսն է կազմում։ Ահա, ես նախորոք արդեն հաշվարկել եմ, 179 բաժանած ընդհանուրի բազմապատկած 100%-ով և այսպես, ըստ օվկիանոսների։ Ուրեմն, այստեղ օվկիանոսների անունները գրենք, որպեսզի հետո չմոռանանք, Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական, և Հյուսիսային սառուցյալ։ Խաղաղ օվկիանոսը կազմում է ընդհանուրի 50%-ը։ Ընդամենը շրջանագիծը 50%-ի 360։ Կարող ենք ներկել ցանկացած գույնը, որպեսզի այն մեզ հետո այստեղ Խաղաղ օվկիանոսի դիմաց, ըստ տրամագրերի պատկերման կանոնի, նշում ենք գույնը, թե որ գույն է։ Այստեղ գրում ենք 50%, մնացած 50-ը բաժանում ենք 3 օվկիանոսների մեջ հետևյալ մասնությամբ։ Ատլանտյան օվկիանոս 26%, սա կլինի 25%-ը, եթե այսպես բաժանենք, մի տոկոսն է 26%։ Սա կլինի Ատլանտյան օվկիանոսը, կամ մի փոքր ավելի մոտավորապես այսպեսի մի բան։ Ներկենք ենթադրենք կարմիրով։ Հիմա 20% և 4%, 24%-ը բաժանում ենք համամասնությամբ, մոտավորապես։ Այստեղ մոռացանք նշումը կատարել։ Հնդկական օվկիանոսն է և մնացած 4%-ը մեզ մոտ կազմում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը։